Տարիքի հետ կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխության, եւ դա բնականon է։ Եկեք հասկանանք, որ տարիքային խմբում ինչ փոփոխություններ են լինում։ Եվ այսպես, մինչև 30 տարեկան գեղձային կառուցվածք է բացառապես գերիշխում կրծքագեղձում։ Այդ իսկ պատճառով երիտասարդ կանայք հաճախ շոշափում են տարբեր գոյացություններ, նաեւ արկա է ակտիվ դաշտանային ցիկլ։ Եվ հանդիպում ենք ֆիբրոադենոմաներ, կիստաներ, ֆիբրոզօջախներ, այս ամեն ինչը հիմնականում լինում է բարորակ, պետք չէ վախենալ։ 30-ից 50 տարեկան միջակայքում այստեղ սկսում է գեղձային հյուսվածքի փոխարինումը ճարպայինով, եւ այստեղ նաեւ ունենք հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրել, որի հետ կապված նաեւ փոխվում է կրծքի եւ կառուցվածքի եւ արտաքին տեսքը։ Այ 50 տարեկանից սկսած հիմնականում գերակշռում է ճարպային հյուսվածքը։ Այստեղ պարտադիր է սկրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունները տարեկան եւ այստեղ ցանկացած նոր առաջացած գոյացություն պետք է անպայման հսկվի եւ ստուգվի, որովհետեւ այն հնարավոր է եւ լինի քաղցկեղ։